Բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հուլիսի 22-ն է։ Քանի օր է, ինչպես նկատում եք, աշխատում ենք մեր տեսանյութերի հաղորդումների որակի վրա։ Ձայնի որակը կարծում եմ բավականին լավն է։ Հիմա մենք աշխատում ենք, որպեսզի ավելի գեղեցիկ երևա թե ֆոնը, թե լուսավորությունը։ Հույսով եմ կգնահատեք։ Մեկ կարմիր է ստացվում, մեկ դեղնավուն է ստացվում, բայց հույսով եմ մենք արդեն մոտեցանք բարձր չափանիշների։ Այսօրվա քննարկող թեմաները, սիրելի հայրենակիցներ, Ուկրաինային են վերաբերվում եւ Իրանին, Հայաստանից էլ կան մի քանի կարևոր հարցեր։ Ավելի ճիշտ անում ենք տեղեկություններ Գագիկ Ծառուկյանի մասով, որ շատ երկար հարցաքննություն է եղել իրանցիների մասնակցությամբ, իրանցիների գործով, դրանից բացի երեք տեղեկացանք այն մասին, որ դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը միանգամից չի քննարկել հարցը, հետաձգել են, որքան հասկանում եմ, այսօր այդ հարցը արդեն կքննարկվի, բայց ամենահետաքրքիրը Իլհամ Ալիևի այցն է, կարծում եմ, այստեղ Գերմանիա, այն վերաբերվում է Հայաստանին, երբ որ Ադրբեջանից այցեր են լինում տարբեր երկրներ կամ Ադրբեջանն են այցելում տարբեր երկրների ղեկավարներ, որոնք որ մեզ համար կարևոր են եւ կարևոր հայտարարություններ են հնչում, ես դա կարող եմ անդրադառնալ նաեւ Հայաստանի կոնտեքստում, քանի որ այնինչ տեղի ունենում Ադրբեջանում գլոբալ վերցրած, մեկ-մեկ նաեւ Վրաստանում դա վերաբերվում է ուղիղ Հայաստանին եւ այստեղ մենք կանդրադառնանք, թե ինչ փաստաթուղթ ստորագրեց Ադրբեջանը Գերմանիայի հետ եւ ինչ հայտարարություններով հանդես եկավ Իլհամ Ալիևը Ռուսաստանի մասով, շատ համարձակ հայտարարություններ է սկսել անել Ալիևը Պուտինի մասով, Ռուսաստանի մասով, որը որ իրոք շատ հետաքրքիր է, բայց Ալիևի այս հայտարարությունը մի հետաքրքիր մտահաղացման բերեց ինձ, որը որ իրոք չափազանց կարևոր է այն առումով, որ Հայաստանը կարող է բախվել էներգետիկ լուրջ խնդիրների ծմրանը։ Նույնիսկ պարտադիր չէ, որ Ռուսաստանը ինքը չցանկանա գազ մատակարարել Հայաստանին, Հայաստանը Ռուսաստանի պատճառով, այսինքն Ռուսաստանի էներգետիկ համակարգերի խոցելիության պատճառով կարող է շատ բարդ իրավիճակում հայտնվել։ Ահա այս հարցերը կքննարկենք, մնացած հարցերը վերաբերվում են Իրանին եւ Ուկրաինային, ասեմ, որ այստեղ էլ ունենք հետաքրքիր հարցեր քննարկելու։ Անպայման լայքեք, սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք, մեկ-մեկ ամռանը բավականին դժվարանում է YouTube-ի աշխատանքը, քանի որ շոկ են, տարբեր մարդիկ հանգստի են եւ այլն եւ այդպես շարունակ։ Մի խոսքով ամեն ինչ կախված է ձեզանից, եթե ակտիվ լայքում ենք, ապա հաղորդումներ առաջ են գնում, մենք էլ ստանում ենք նոր լիցք, նոր ոգևորություն շարունակելու համար մեր աշխատանքը այս շոկ օրերին։ Ուրեմն երեք հետաքրքիր տեղեկություն ստացանք այն մասին, որ դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կարևոր շատ ֆիգուր է Նարեկ Կարապետյանը, չեմ կարծում, որ կարիք կա բացատրելու, Սամվել Կարապետյանի եւ Նարեկ Կարապետյանի կերպարները չափազանց կարևոր են։ Եթե դատախազությունը արդեն Նարեկ Կարապետյանի մասով միջնորդություն է ներկայացրել, սա բավականին կարևոր իրավիճակ է, ասեմ հետաքրքիր, բայց հետաքրքիր է այն առումով, որ հետաքրքիր իրադարձություններ են քաղաքական կյանքում Հայաստանի տեղի ունենում, ճիշտ է, մի փոքր հիմա պաուզայով է այս ամենը տեղի ունենում, կարծում եմ սեպտեմբերին ավելի այս ամենը կարող է եւ ակտիվանալ, բայց այդ հայտարարությունները ակտիվ անող Նարեկ Կարապետյանի նկատմամբ, ով որ ամբողջ նախընտրական շրջանում եւ մեկ-մեկ էլ հիմա նույնպես տարբեր հայտարարություններով էր հանդես գալիս քաղաքական եւ իր կուսակցությունը շատ ակտիվ ձևով մեղադրվում է կաշառք բաժանելու մեջ, դե հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումները այնքան շատ են, որ արդեն մենք հաշիվներս կորցրել ենք, միանշանակ 100 չէ, կարող է արդեն 150-ին է մոտենում, եթե ոչ ավել, ապա այս ամենից ելնելով շատ տրամաբանական է, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Նարեկ Կարապետյանի մասով, բայց դեռ հարց է, թե կոնկրետ որ գործի մասով, ինչ
գործի մասով։ Հենց բացի այսօր տեղեկացա այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին բավականին երկար են հարցաքննել իրանցիների գործով, եւ սա էլ իրականում տրամաբանական շարունակությունն է այն ամեն ինչի մասին մենք խոսում ենք։ Կարծում եմ ավելի կարևոր թեմա է Ալիևի այցը Գերմանիա եւ հանդիպումը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Կարևոր հայտարարություն է արել Գերմանիայի կանցլերը Հարավային Կովկասի մասով, սա նույնպես այն է, ինչի մասին մենք բազմիցս խոսում ենք։ Չասեք թե կրկնվում եմ, քանի որ Ֆրիդրիխ Մերցի այս հայտարարությունը նոր է, բայց սա նաև լավ է այն առումով, որ եթե մենք կրկնվում ենք, այսինքն ավելի ու ավելի ճիշտ են մեր ենթադրությունները, երբ որ եվրոպական միության առաջնորդները այսպիսի հայտարարություններ են անում, մենք ավելի վստահ ենք դառնում, որ Եվրոպայի քաղաքականությունը ահա կոնկրետ սա է Հարավային Կովկասի մասով։ Եվ ինչ է ասում Ֆրիդրիխ Մերցը, ասում է այն, որ Հարավային Կովկասը գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում որպես Եվրոպայի եւ Ասիայի կապող կարևոր հաղորդակցության հանգույց։ Տրանսպորտային եւ առևտրային նոր միջանցքները զգալի տնտեսական ներուժ են ստեղծում եւ մենք ցանկանում ենք միասին օգտվել այդ հնարավորություններից։ Ալիևն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրիդրիխ Մերցին, ինքն էլ է նշում, որ Հարավային Կովկասը մեծ կարևորություն է ձեռք բերում եվրոպական երկրների համար, առաջատար եվրոպական երկրների համար եւ Ալիևն էլ ասում է, որ ավելի ակտիվ է Գերմանիան մտնում Հարավային Կովկաս եւ Ադրբեջանը եւ Գերմանիան ստորագրեցին ռազմավարական հարաբերությունների հաստատման փաստաթուղթ Գերմանիայի հետ մենք անցյալ տարի ենք ստորագրել, եթե չեմ սխալվում, անցյալ տարի էր, չէ՞։ Հա։ Անցյալ տարի նման փաստաթուղթ ստորագրվեց Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ, հիմա էլ արդեն Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ նման փաստաթուղթ ստորագրվեց։ Եվ այդտեղ Ալիևը մի քանի հետաքրքիր հայտարարություն արեց, ինքը փորձեց մի փոքր գլուխ գովալ, որ 10 երկրի գազ եւ նավթ է մատակարարում հիմա Ադրբեջանը եւ նույն ժամանակ այնպիսի հայտարարություն արեց Ռուսաստանի մասով, որ Ռուսաստանին փաստացի կրկին նվաստացրեց Վլադիմիր Պուտինին կրկին նվաստացրեց, ասելով, որ Ռուսաստան էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացվում են, շարքից դուրս են բերվում Ուկրաինայի կողմից փաստացի եւ Ռուսաստանի դաշնությունը Ալիևը ասում է այլևս վիճակի չէ բավարար ծավալներով գազ եւ նավթ մատակարարել իր բոլոր գործընկերներին։ Բնականաբար սա ուղղված էր Գերմանիային եւ եվրոպացիներին, սակայն ես այստեղ միանգամից հիշեցի այն, որ Հայաստանը նույնպես գազը ստանում է Ռուսաստանի դաշնությունից եւ Ալիևը ճիշտ է ասում։ Ուզենք մենք դա թե չուզենք ընդունել, Ալիևը ճիշտ է ասում։ Ես կասեմ թե ինչու է նաեւ ճիշտ ասում, քանի որ մենք հիմա Ղազախստանի մասով էլ հետաքրքիր հայտարարություն ունենք, փորձեմ գտնել մի փոքր ուշ էի ներկայացնելու, բայց խոսքի մեջ ասեմ հետո կներկայացնեմ, եթե չեմ սխալվում, չգտա, բայց եթե չեմ սխալվում Bloomberg-ն էր ներկայացնում, որ հնարավոր է Ղազախստանը հրաժարվի նավթի վաճառքից հենց Ռուսաստանի միջոցով, եք պատմեցի այն մասին, որ 1500 կիլոմետր հատելով նավթը Ղազախստանից Ռուսաստանի տարածքով հասնում էր Սև ծով, այնտեղից տանկերները լիցքավորվում էին եւ 3 օր առաջ Ուկրաինան գրոհել էր այդ տանկերների վրա։ Հիմա այդ տանկերները եւ տանկերների տերերը հրաժարվում են ղազախական նավթը գալ եւ վերցնել Սև ծովից, դրա համար Ղազախստանը կարող է ստիպված լինել հրաժարվել ահա այդ գծով նավթ վաճառել։ Եվ եթե դա տեղի ունենա, բնականաբար այդ ամենը պետք է տեղի ունենա Ադրբեջանի միջոցով, հնարավոր է դեռևս այլ ձևերով, ապագայում ես գրեթե համոզված եմ, որ այն կիրականացվի արդեն նաև TRIP ծրագրի միջոցով։ Տրանսպորտային եւ ոչ միայն տրանսպորտային, այլ նաև էներգետիկ կոմունիկացիաները փոխվում են գլոբալ տարածաշրջանում։ Բայց ամենակարևորը այս պահին, վաղը չէ, այս պահին մեզ համար ամենակարևոր այն է, որ ձմեռը շատ հեռու չէ։ Իսկ ձմեռը բավականին ծանր կարող է դառնալ Ռուսաստանի համար եւ Ուկրաինան պատրաստվում է, միանշանակ շատերն են խոսում այդ մասին, գազային համակարգին նույնպես հարված հասնել Ռուսաստան։ Եվ ես չեմ բացառում, որ Ռուսաստանը հնարավոր է այլևս չկարողանա
գազմատակարել Հայաստանին։ Նույնիսկ եթե ուզենա, նույնիսկ եթե բաժամիջոցները չմտցնի Հայաստանի դեմ, եթե ուզենա Գազպրոմը գազմատակարել Հայաստանին, կարող է նման հնարավորություն չունենա, նույնիսկ Ռուսաստանի ներսում բավականին ծանր իրավիճակ կարող է ստեղծվել գազի հետ կապված։ Դրա համար այս պահից սկսած, նույնիսկ արդեն ուշ է, բայց այս պահից սկսած Հայաստանի իշխանությունները շատ լուրջ պետք է զբաղվեն այս հարցով։ Ես հույսով եմ այլևս կարիք չի լինի անընդհատ անդրադառնալու այս հարցին, եւ դրանից բացի մեկ բան էլ ասեմ եւ ավարտենք, տեսնում ենք, որ Ալիևը շատ է համարձակ դարձել, շատ ակտիվ հայտարարություններ է անում Ռուսաստանի մասով ընդդեմ Վլադիմիր Պուտինի, եւ հաշվի առնելով այն, որ Ալիևը բավականին խորամանկ եւ զգուշավոր քաղաքական գործիչ է, սա եւս մեկ հստակ ցուցիչ է, որ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի գործերը շատ վատ են ընթանում։ Հիմա արդեն անդրադառնանք, թե ինչ է կատարվում Իրանի շուրջ։ Իրանի շուրջ Դոնալդ Թրամփը մի քանի հայտարարություն է արել, ընդունելով Լիբանանի ղեկավարին իր գրասենյակում եւ Լիբանանի նախագահի ներկայությամբ բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել նա։ Թրամփի խոսքերով դուք չգիտեք, թե ինչ բանակցություններ են ընթանում կուլիսներում, Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել, փորձելով վերջ դնել այս հակամարտությանը։ Միանգամից իրանցիները արձագանքել են, ասում են, որ դա որևիցե կապ չունի իրականության հետ, քանի որ նաև պետքարտուղարները նման հայտարարություն արել Միացյալ Նահանգների, ասում են այդ հայտարարությունները նրա համար են արվում, որպեսզի նավթի գները նվազեն համաշխարհային շուկայում, դրա համար Միացյալ Նահանգները ստիպված են այդպիսի հայտարարություններ անել։ Դրա համար է Թրամփը այդպիսի հայտարարություններով հաճախ հանդես գալիս։ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չեն վերջ տալ այս հակամարտությանը Իրանի հետ եւ իրենք պատրաստ են խաղից դուրս գալ, այս պահին իրենք հարվածներ են հասցնում Իրանին, թույլատնելով Իրանը։ Կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախկին դեսպանը Մակում, ասել է, որ Իրանը իր հարվածներով բազմաթիվ ամերիկացի զինվորականների է սպանել եւ այդ սպանությունների փաստացի մեղավոր են նաեւ Ռուսաստանը եւ Չինաստանը, այսպես է թե չէ։ Հետաքրքիր եւ կարևոր հարց է սա քննարկվող Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսետին այսպիսի հարց երբ որ ուղղվել է, նաեւ լրագրողներն են նման հարց ուղղել Փիթ Հեքսետին եւ Փիթ Հեքսետը մի փոքր ծառմռվելով ընդունել է դա, որ հա ինչ որ չափով, ինչ որ ձևով, տարբեր ձևերով Ռուսաստանը եւ Չինաստանը օգնում են Իրանին։ Կարևորը որն էր այս Նիկ Խելի հայտարարության մեջ Մակում Միացյալ Նահանգների նախկին դեսպանի, այն է, որ հիմա ամերիկացիներ զոհվեցին իրանական հարվածների հետևանքով, նաև կա տեղեկություն, որ Հորդանանում բավականին բարդ իրավիճակում է հայտնվել ամերիկյան զորախումբը, հիմա ստիպված մի քանի փրկարար ինքնաթիռներ են իջեցրել, մարդկանց են էվակուացրել, խոսվում է, որ 400 վիրավոր կար, 500 վիրավոր է դարձել, բայց որքան կրկին հասկանում եմ, դա ընդհանուր ռազմական գործողությունների մասին է խոսքը, այն 40 օրյա եւ հիմա այս ողջ ընթացքում, այս տարվա մեջ, այսինքն 400-ից 500 զինվորականներ կա վիրավոր եւ քանի որ այդ հարցը շատ սուր է քննարկվում Միացյալ Նահանգներում, Թրամփը ստիպված է եղել մի հրապարակում անել, որտեղ որ ցույց է տալիս, թե որ պատերազմներում ինչքան զինվորական է ամերիկյան զոհվել եւ որքան են տևել այդ պատերազմները, ցույց տալով, որ ընդհանրապես Միացյալ Նահանգների Իրան պատերազմի ընթացքում շատ քիչ զինվորական է զոհվել։ Թրամփը նաև խոսել է Սաուդյան Արաբիայի մասով, որ փորձում են հիմա բլոկադայի մեջ վերցնել Սաուդյան Արաբիան, Պուտինները խոստանում են, չէ՞։ Ասել է, որ մենք էլ միանշանակ գործողություններ կձեռնարկենք։ Դե Իսրայելի զորքերի դուրսբերման մասով ինքը ասել է, որ դա ընթացքի մեջ է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Նետանյահուն դժվար թե հիմա
զորք դուրս բերի Լիբանանից, Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունների մասին կարծում եմ լսել եք, եթե չեք լսել, Նյու Յորքի քաղաքապետը խոստանում էր ձերբակալել Նետանյահուին, երբ որ նա գար Նյու Յորք, բայց հիմա պարզվում է, որ նման լիազորություններ չունի քաղաքապետը, Թրամփն էլ է հայտարարել, որ դու ով ես հասկացրել, որ ձերբակալես Նետանյահուին, այդպես կոշտ չի ասել, բայց ամեն դեպքում մոտավորապես դա այդպես է հնչում, որ Նետանյահուն պատերազմ է վարում Իրանի դեմ, այն Իրանի հետ, որը որ 50,000-ից ավել մարդ է սպանել եւ որից է վտանգ ձերբակալման նրան Միացյալ Նահանգներում չպետք է սպառնա։ Կարևոր տեղեկություն ենք ստանում կրկին Իրաքի ուղությունից, Իրանը անօթաչու սարքերով հարվածներ է հասցրել քրդերին, քուրդ անջատողականներին, ահա այդպես է նշվում, այնտեղ մեծ հրդեհ է բռնկվել այդ հարձակման հետևանքով իրանական դրոնների։ Մի խոսքով ասածս այն է, որ Իրանը լուրջ վտանգ է սկսել տեսնել հիմա քրդերի մեջ եւ սկսել է հարվածներ հասցնել քրդերին։ Եվ այդ ուղղությամբ եւս ինչ որ բան է փոխվել, քանի որ նախորդ ռազմական գործողությունների ժամանակ Իրանը հարվածներ չէր հասցնում քրդերին։ Երևի ինչ որ տեղեկություններ ունեմ, որ քրդերը նույնպես զինված օպերացիա են պլանավորում կամ պլանավորում էին Իրանի նկատմամբ, դրա համար Իրանը այդպիսի գործողությունների է անցել։ Նաև տեղեկություն կա, որ Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ ատոմային պայմանավորվածությունները, Wall Street Journal-ն է այս մասին հաղորդում, ուրանի հարստացման մասին է խոսքը, բայց ճիշտ ասած շատ մանրամասներին չեմ տիրապետում, սակայն սա եւս ամենակարևոր քննարկող հարցերից մեկն է։ Հիմա կոնգրեսը նույնպես պետք է հավանություն տա Թրամփի կողմից հավանություն արդեն տրված պայմանագրին։ Կարևոր է նշել, որ Միացյալ Նահանգները 11-րդ ալիքն են հարվածների հասցրել Իրանին։ Հստակ նկարագրում են, թե որտեղ ինչպես է հարվածը հասցրել, մեկ խոսքով կասեմ այն, որ ռազմական օբյեկտների է հասցվում Իրանում հարվածը։ Իրանն էլ ի պատասխան գրոհում է Պարսից ծոցում գտնվող տարբեր երկրներում ամերիկյան ռազմաբազաների վրա, իրենք էլ են հաղորդում հաջողությունների մասին, պահեստների ոչնչացման եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն բոլոր կողմերն էլ հայտնում են իրենց հաջողության մասին։ Կարևոր տեղեկությունը Ղազախստանի մասով։ Ասանք, ահա այդ կարևոր տեղեկությունը, որ իրոք Bloomberg-ն է հաղորդում, եւ ըստ Bloomberg-ի Ղազախստանը կարող է հրաժարվել նավթի տարանցում իրականացնել Ռուսաստանի տարածքով Նովորոսիիսկ, որտեղից որ արդեն տանկերները բեռնվում եւ գնում էին Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ, կրկնեմ, այդ տանկերները եւ այդ նավթը բաժամիջոցների տակ չէր, բայց ամենայն հավանականությամբ Ուկրաինան հարված հասցրեց, թեթև շատ զգուշացնող հարված հասցրեց տանկերներին, տանկերները չէին վնասվել, միանգամից հրդեհը մարել էին, բայց սա հստակ ցույց տվեց բիզնեսին, եվրոպական եւ ամերիկյան, որ այդտեղից այլևս պետք չի նավթ բեռնել, քանի որ անվտանգ չէ, տանկերների տերերը սկսեցին խուսափել գնալ Սևծով եւ ղազախական նավթը լցնել հենց այդտեղից, դրա համար Ղազախստանը արդեն մտադիր է փոխել, Ղազախստանը արդեն մտածում է նաեւ այն մասին, որ հրաժարվի այդ տեղով ռուսական հատվածով Սևծովով նավթ վաճառել Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին։ Ուկրաինայի մասով ամենակարևոր տեղեկությունը այն է, որ Զելենսկին վերջապես ազատ արձակեց շտաբի հրամանատար հանուր զորքերի ղեկավար Սիրսկիին, նրան ուղարկեց պաների արտադրության, քանի որ Սիրսկի ազգանունը դրա համար այդպես եմ ասում, բայց Սիրսկին նշում է, թե ինչ հաջողությունների ինքը հասել այս վերջին ժամանակահատվածում, ասում է, որ ինքը փոխանցում է իրեն փոխարինողին այնպիսի բանակ, որը որ պաշտպանությունից, ծանր պաշտպանությունից հիմա անցել է արդեն հարձակման եւ կարողացել է նույնիսկ տարածքներ ազատագրել։ Սա հակական
որոշում էր Զելենսկիի կողմից Սիրսկիին հեռացնելը, քանի որ նաև ժողովուրդներ դա պահանջում, եւ հիմա ամենակարևոր հարցը մնում է այն, թե Զելենսկին Ֆյոդորովին, նախկին պաշտպանության նախարարն, որ հեռացրել էր, հետ բերելու է, թե հետ չի բերելու, քանի որ ժողովուրդը պահանջում է, որ այդ պաշտպանության նախարարը կրկին պետք է վերականգնվի իր պաշտոնին, քանի որ ինքը կարողացավ այնպես անել, այնպիսի նորություններ մտցնել բանակի մեջ, որով որ Ուկրաինան փաստացի արդեն անցել է հարձակման Ռուսաստանի նկատմամբ, բայց բնականաբար հիմնականում դրոնների մասին է խոսքը։ Եվ քիչ առաջ նաև ստացանք տեղեկություն, որ Զելենսկին այսօր մտադիր է հանդիպել արդեն Ֆյոդորովի հետ, որպեսզի քննարկի թե ինչ է լինելու բանակի հետ։ Բանակում ուկրաինական բավականին մեծ լուրջ փոփոխություններ են մեկնարկում։ Ռուս-ուկրաինական պատերազմից կարևոր տեղեկությունն է առավոտյան նաև այն, որ կրկին Վալդբերիսի ուղությամբ լուրջ գրոհ է կազմակերպվել, բայց այս անգամ Նևինոմինսկում, Ստավրոպոլում լուրջ գրոհ է կազմակերպել Ուկրաինան Վալդբերիսի ուղությամբ։ Այդ ծուխը եւ այրվող Վալդբերիսի կադրերը բավականին տպավորիչ են, թե Մոսկվայի շրջանում եւ թե այստեղ Նևինոմինսկում, եւ սա եւս բավականին հետաքրքիր, կարեւոր ռուսների համար տագնապալի բառ օգտագործենք։ Փոփոխություն է ռուս-ուկրաինական պատերազմում։ Վալդբերիսը վերջին տարիներին բավականին մեծ լուրջ թռիչքաձև զարգացում ունեցավ եւ հիմա տեսնում ենք, որ ուկրաինական դրոնները փաստացի վերջը տալիս են այդ ընկերության, այդ marketplace-ին։ Հենց բացի այսօր ուկրաինական անօթաչու թռչող սարքերը հիմնականում կենտրոնացված են եղել Կրոսնոդարի շրջանում, տվյալ Վալդբերիսն էլ գտնվում էր Կրոսնոդարի եւ Կրասնոդարի շրջանում անօթաչու թռչող սարքերը գրոհել են Արմավիրում, հատկապես Արմավիրն է նշվում։ Անօթաչու թռչող սարքերը ուկրաինական գրոհել են նեֆտեբազայի վրա։ Հիմնականում այսքանը այսօրվա համար, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։